Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք իրական օրակարգի ֆորմատում քննարկել Հայաստանում տեղի ունեցող եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները, ինչպես միշտ այս ֆորմատում քննարկում ես վարում եմ քաղաքագետներ Ստեփան Դանիելյանի եւ Երվանդ Բոզյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն այս քննարկման համար։ Վերջին մի քանի շաբաթների ամենաակտիվ քննարկվող թեման եկեղեցու շուրջ տեղի ունեցողն է եւ այս թեմայի վերաբերյալ կա եւ մանիպուլյացիա եւ կեղծիք եւ կոմպրոմատներ, հա, իրական թե կեղծ դա այլ հարց է, բայց այնուամենայնիվ բավական թեժ պայքար է գնում։ Մենք պարոն Դանիելյանի հետ առանձին այսպես քննարկել ենք իհարկե եկեղեցու թեման, բայց կուզեի մի փոքր ավելի լայն բացել, հատկապես հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կիրակի օրը ամենայն հավանականությամբ մեր եթերը արդեն գնացած կգնա Կիրակի օրվանից հետո եւ Կիրակի օրը սպասվում է նոր հավաք Հովանավանքում, սկսենք ձեզանից պարոն Բոզյան, ինչպես է գնահատում այս գործընթացը, որ տանում է Փաշինյանը, արդյոք կա հանրային աջակցություն, պատկերը ցույց է տալիս, որ չկա, ոնց հասկանում ենք, եւ ինչ է նշանակում այսպես նորից Կիրակի օրը մեկ շաբաթ հետո հավաքվել Հովանավանքում, ինչ չստացավ Փաշինյանը, որ ուզում է ստանալ, խնդրեմ։ Տեսեք, ես կփորձենք այս խնդիրը դիտարկել այլ հարթության մեջ, ոչ թե ինչ-որ եկեղեցի կամ կաթողիկոս Փաշինյան հակասություն, հա, այլ փորձենք հասկանալ, թե այս խնորհոգիան այդ հակասության որտեղից դուրս եկավ։ Եթե մենք հիշում ենք 2018 թվականի հայտնի դեպքերից հետո, երբ որ ապրիլին Փաշինյանը եկավ իշխանության, մայիսին Հայաստանում բռնկվեց մի նոր բողոքի շարժում, որի անունն էր Նոր Հայաստան, Նոր Հայրապետ բանով Հայր Կոյուններ այն ժամանակ ղեկավարում այդ շարժումը եւ այդ ժամանակ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, եթե ինքը ցանկացած կարող էր լուրջ փոփոխություններ բերել նաեւ եկեղեցի մեջ եւ բայց այն ժամանակ այդ շարժումը, որը ալիք կարող էր մեծացնել, Փաշինյանը փաստորեն դուրս չտվեց, այսինքն Փաշինյանը չաջակցեց այդ շարժմանը եւ աստիճանաբար այդ շարժումը մարեց գնաց, այսինքն այդ ժամանակ Փաշինյանը չուներ նպատակ եկեղեցու մեջ փոփոխություններ անելու։ Բացի այդ, եկեղեցին էլ առանձնապես տրամադրված չէր, դեմ տրամադրված չէր Փաշինյանի այսպես իշխանափոխությանը, չկար դժգոհություն, թե ինչի եկավ Փաշինյանի իշխանության եւ այլն եւ այլն։ Այսինքն կարող ենք ասել, որ Փաշինյանին չէր հետաքրքրում ընդհանրապես ներեկեղեցական խնդիրները, եկեղեցու խնդիրները, եկեղեցուն բազմաթիվ խնդիրներ կան եւ գաղտնիք չի եւ բազմաթիվ խնդիրներ կան, որ միշտ քննարկվել են, նախկինում էր քննարկել նաեւ պարոն Դանիելյանն էր բազմաթիվ խնդիրներ բարձրացնում այդ խնդիր, որը շատ հասկանալի եւ տրամաբանական եւ օբյեկտիվ խնդիրներ կան։ Տեսեք, բայց նույնիսկ 20 թվականի պատերազմից հետո, երբ որ դեկտեմբերին 20 թվականի առաջին անգամ վեապարը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հա, նույնիսկ այդ ժամանակ չհարացավ այսպեսի մեծ սրացում։ Իհարկե կար խոսույթի մեջ կար, ասեք, Փաշինյանը քննադատում էր եկեղեցին քննադատում էր Փաշինյանին, հա, որ տրամաբանական էր, հասկանալ էր, մեկը մյուսին չէին սիրում շատ հասկանալի պատճառներով։ Եկեղեցին չէր սիրում Փաշինյանին, որովհետև այդ ժամանակ հանրության մեջ արդեն առաջացել էր դժգոհություն եւ հատկապես պատերազմից հետո հասկանալի պատճառներով հանրության մեծ մասի մոտ կար այդ բացասական տրամադրվածությունը, որը արտացոլվում էր նաեւ եկեղեցու մեջ։ Եթե հիշենք, այդ ժամանակ Փաշինյանի հրաժարականը պահանջում էին բոլոր պետական ատյանները, նույնիսկ ակադեմիան էր պահանջում հրաժարականը, նույնիսկ այն ժամանակվա նախագահն էր հրաժարականը, Արմեն Սարգսյանն էր պահանջում հրաժարականը։ Հա, ամերիկյան, հա, այսինքն ուզում ասեմ, որ այստեղ զարմանալի բան չկար, ավելին կարող եմ ասել։ Զարմանալի էր այն, որ մեկը չէր պահանջում Փաշինյանը հրաժարականը։ 2024 թվականի Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, չէ՞, եթե դուք հիշում եք, եկեղեցին փաստացի սառեցրեց Բագրատ Սրբազանի կարգավիճակը, ինչու, որովհետև եկեղեցին ցույց էր տալիս, որ ինքը խոսույթի մակարդակով մերժում է, բայց չի ուզում գործողությունների մակարդակով գործընթացների մեջ մտնել, որտեղ եկեղեցին տարանջատված է պետությունից։ Նույնն էլ Փաշինյանը այն ժամանակ էլի բացասական էր տրամադրված Բագրատ Սրբազանի վերաբերյալ եկեղեցու նկատմամբ, բայց գործողությունների մակարդակով չէր խառնվում ներեկեղեցական խնդիրների մեջ։ Ինքը ընդհանուր առմամբ բացասական էր տրամադրված, որը հասկանալի է։ Իրար կարող են չսիրել, բայց երկու կողմն էլ պահպանում էին սահմանադրական դրույթը, որ եկեղեցին եւ պետությունը տարանջատված են իրարից։ Երբ առաջացավ այս ճգնաժամը։ Եվ ինչու։ Հա, առաջացավ այս ճգնաժամը, այն ավելին, տեսեք, եթե նկատել եք Փաշինյանը բոլոր
իր հակառակորդների դեմ ինչ-որ գործողություններ բացեր։ Չկա մարդ, որի վրա քրեական գործ բացված չի։ Խոսքը երկրորդ նախագահի, երրորդ նախագահի, խոսքը տարբեր տիպի կլասի գործիչների, տարբեր շերտի ներկայացուցիչների, հա, զինվորականներ, ըստ էության կարելի ասել, որ բացառությունը կազմում էր այս եկեղեցի հետ կապված խնդրին, որտեղ եկեղեցին քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանի մրցակից չի։ Այսինքն ընտրությունների ժամանակ եկեղեցին չի մասնակցում ընտրությունների ժամանակ, որ ինքը կարողանա վտանգ ներկայացնի Փաշինյանին եւ Փաշինյանը կարողանա վտանգ տեսնել եկեղեցու մեջ։ Այսինքն ինքը երբևիցե եկեղեցու մեջ վտանգ չի տեսել։ Ինքը իրան երբևիցե հետաքրքիր չի եղել կաթողիկոսի ով լինելը, ընդհանրապես եկեղեցականների ով լինելը։ Ամեն ինչ սկսվեց այս տարվա սկզբից, երբ որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարթակներում արդեն պահանջում էր, որպեսզի Ալիևը համաձայնվի իր հետ կնքի խաղաղության պայմանագիրը։ Ինքը դիվանագիտական շրջանակներում իր գործընկերներին արևմուտքում նշում էր, որ այդ խաղաղության պայմանագիրը ինձ պետք է, որպեսզի այդ թղթի կտորով ես կարողանամ վերարտադրեմ 2026 թվականին, որը ձեզ էլ է շահավետ։ Հասկանում եք, սա շատ կարևոր խնդիր է։ Ալիևը ինչ արեց, պահանջեց հրապարակային բաներ, մի շարք հրապարակային դրույթներ պահանջեց, որպեսզի Փաշինյանը կատարի։ Փոխել սահմանադրությունը, Փաշինյանը հայտարարեց, որ ինքը կփոխի սահմանադրությունը հանրաքվեի միջոցով, բայց ընտրություններից հետո։ Բ. Լուծարել Մինսկի խումբը։ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է Մինսկի խմբի լուծարմանը, եւ այս տարվա սեպտեմբերի 1-ին պաշտոնապես Մինսկի խումբը լուծարվեց։ Պաշտոնապես։ Գ. Ալիևը պահանջեց, որ բացվի Զանգեզուրի միջանցքը։ Փաշինյանը նույնիսկ այդ խնդիրն է լուծել, այսինքն ամերիկյան փաթեթավորմամբ օգոստոսի 8-ին փաստացի ստորագրվեց մի փաստաթուղթ, որը արդեն ճանապարհային քարտեզ է բացում, թե ինչպես պետք է Զանգեզուրի միջանցքը աշխատի, եւ դա ըստ էության աննախադեպ էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստանում են այդպիսի միջանցք։ Դա փաստացի միջանցք է, բոլորը գիտեն, պարզապես այդ փաթեթավորումը ամերիկյան տեսքով շատ կարևոր է, որպեսզի Փաշինյանը ներկայացնի հանրությանը, որ ինքը զիջել է ոչ թե Թուրքիային կամ Ադրբեջանին, այլ զիջել է ամերիկացիներին։ Սա շատ պարզ խնդիր է, բոլորը գիտեն։ Ավելին, այս տարվա մայիսին կուլիսային դա ինֆորմացիա կա, որ Ալիևը պահանջում էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը համաձայնի, որ արևմտյան ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Ավելին այս տարվա մայիսին Անկարայում, երբ որ մեծ համաժողով էր Ադրբեջանի արևմտյան ադրբեջանցիների, Ալիևը ուղերձով հանդես եկավ այդ համաժողովին, ուղերձ ուղարկեց, որտեղ նշեց, որ առանց արևմտյան ադրբեջանցիների վերադարձի Հայաստան խաղաղություն տարածաշրջանում չի լինելու, որից հետո ինքը պահանջեց, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հաստատի, որ ինքը համաձայն է դրա հետ։ Ինչ կատարվեց հաջորդ իսկ օրը Արմեն Սիմոնյանը հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ իհարկե խաղաղության պայմանագիրը կնքումից անմիջապես հետո ադրբեջանցիները կարող են իրանք ունենան վերադառնալ Հայաստան իրենց պատմական տարածքները, պաշտոնական փաստ է, որից հետո արդեն ինչ կատարվեց, որից հետո կատարվեց այն, որ եկեղեցին այն ժամանակ Շվեյցարիայում մի համաժողով էր, որտեղ բարձրացում եւ քննարկվում էր, որ Ադրբեջանի տարածքում մշակութային եւ կրոնական կոթողները փաստացի ծանր վիճակի մեջ են հայտնվել, հատկապես պատերազմից հետո, եւ գերիների խնդիր կա, որից հետո այդ ժամանակ Փաշազադեն, Կովկասի մամեդականների առաջնորդը, պաշտոնապես հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին սպառնում է խաղաղությանը, ինքը չի կարող համակերպվել, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, որտեղ ինքը ըստ էության ռևանշիստական կառույց է, որովհետև այդ ռևանշիստական կառույցը կախված է նաև Սփյուռքից, իսկ Սփյուռքը մի կառույց է հայկական, որի վրա չի կարող ունենալ ազդեցություն ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ այդ կառույցի կարգավիճակը փոխվի, որ ինքը չդառնա Սփյուռքյան կառույց այդ եկեղեցին։ Եկեղեցու այդ իր կառուցվածքի պատճառով է, որ ինքը պատմականորեն միշտ եղել, այսպես ասած, ռևանշիստական բնույթ ունեցող։ Այդ Փաշազադեի հրապարակային ելույթը դա հենց պատահական չէր։ Դա փաստացի մեսիջ էր Էրդողանի եւ Ալիևի մեսիջներ Նիկոլ Փաշինյանին, պարզապես Էրդողանն ու Ալիևը միջազգային հարթակներում ընդունված չի, որ աշխարհիկ գործիչները քննադատեն կրոնական գործիչներին։ Այսինքն տեսեք, եկեք մեսիջները խոսել են երեք տարբեր դրագրով։ Հիմա գանք Հովանավանքի այդ քաղաքական միջոցառմանը։ Տապալված էր այն թե ոչ։ Տեսեք, տապալված էր, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը ունի մեծ ծրագիր,
եկեղեցի կազմակերպման համար։ Այսինքն Հովանավանքի այս օպերացիան դա առաջի քայլն էր։ Իրենք արդեն որոշում են կայացրել, որ այն եկեղեցիները, որոնք պետական բալանս, կառավարության բալանսի տակ են գտնվելու, իրենք պետք է աշխատացնեն, բայց այդ աշխատացնելը պետք է նոր հոգևոր դաս։ Այսինքն իրենք ման են գալիս հոգևոր դասը։ Կա ինֆորմացիա, որ Նիկոլ Փաշինյանի բանագնացները բանակցել են Կիլիկիայի բանի կաթողիկոսի հետ եւ բանակցել են Ստամբուլում գործող ուղղափառների պատրիարքի հետ, բայց պատրիարքի հետ կապված խնդրեմ կա, որտեվ մենք բոլորս գիտենք, որ հայերը փաստացի ուղղափառ եկեղեցուն չեն պատկանում, այսինքն ուկրաինական մոդելը այստեղ չի կարող աշխատել, որ Տոմասը բերեց, հիշում եք Պարաշենկոն։ Սա օբյեկտիվորեն չի աշխատել։ Առաքելական եկեղեցին առանձին։ Այո, առաքելական եկեղեցին առանձին է, ասենք Վրաստանում կարող էին աշխատացնել, բայց Հայաստանում դա չի աշխատում։ Ընդ որում Վրաստանն էլ է առանձին։ Հա, Վրաստանն էլ է առանձին, ճիշտ է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը իր գործընկերներին արեմցան բոլորին բացատրում է, որ եթե ես չկարողանամ քանդել եկեղեցին, ապա խաղաղություն չի հաստատվում։ Դրա համար է արևմուտքը լռում։ Դա համար արևմուտքը լռում է, արևմուտքը մի կողմից լռում է, то есть ինքը չի կարա հրապարակային աջակցի Նիկոլ Փաշինյանին, որտեղ դա սա սատանայական գործողություններ են, սա խայտռակ մակարդակի չընկալվող երևույթ, թե բոլոր մարդկային եւ համամարտկային բոլոր տեսակետից սա խայտռակություն է, բայց մյուս կողմից չի կարա քննադատի, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը իր գլխավոր գործընկերն է, ինքը չունի այլ երկրորդ գործընկեր, եւ ինքը չունի այնպիսի գործընկեր, որը կարողանար եկեղեցու հետ լավ հարաբերություններ ուներ, որտեղ նույն արևմուտքը շատ լավ գիտի, որ եկեղեցու վարկանիշը այսօր մոտավորապես 60-ից 65% է կազմում, իսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 10-15% է կազմում, այսինքն այդ վարկանիշների տարբերության մեջ արևմուտքը լռում է։ Եվ այդ իմաստով հաստատեցի Գանք մի այլ հարցի, լսենք պարոն Դանիելյան, բայց այդ հարցով կուզեմ ձեր կարծիքն լսել։ Այսինքն կներեք, ես մի հատ ուղղակի ավարտեմ իմ ասածս։ Գլխավորը, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը պետք է իմանա, որ այս կոնֆլիկտը ոչ թե կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի մեջ է, որտեղ սովորաբար մարդիկ մտածում են, որ կաթողիկոսն է լավ, թե Նիկոլ Փաշինյանն է լավ, կամ եկեղեցականներն են լավ, թե Նիկոլ Փաշինյանը։ Սա եկեղեցի եւ կաթողիկոսի խնդիր չի։ Սա Նիկոլ Փաշինյանի եւ կաթողիկոսի վեճ չի։ Սա նույնիսկ Նիկոլ Փաշինյանի եւ սա նույնիսկ Նիկոլ Փաշինյանի եւ առաքելական եկեղեցու մեծ վեճ չի։ Սա բառից բուն իմաստով աշխարհաքաղաքական վեճ է, որը պահանջ է դրել Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք իրանք ուզում են կազմակերպել հայկական եկեղեցին, որովհետեւ իրանք համարում են եւ իրանք հայտարարում են, որ առանց այդ կազմակերպման 4-րդ հանրապետություն չի կարող կյանքի կոչվել։ Դրա համար էլ մինչեւ այս պահը Նիկոլ Փաշինյանը փաստացի ինքը քննադատելով վատ վերաբերյալ ոչ մի գործողություն չէր անում եկեղեցու դեմ, իսկ հիմա արդեն գործողություններ է անում։ Մի կառույցի դեմ, որը քաղաքական իմաստով ընտրություններին չի մասնակցում, ուղղակի իր օպոնենտը չի։ Սա պետք է հուշի մեր ժողովրդին, որ այս ընտրությունը ոչ թե կաթողիկոսի կամ Նիկոլ Փաշինյանի մեջ է, սա փաստացի Փաշազադեի եւ մեր ինքնության մեջ է, բայց դե Փաշազադեն էլ մեղավոր չի, որովհետեւ մեծ հաշվով Փաշազադեն ես հարգում եմ ադրբեջանցիների եւ մամեդականների առաջնորդի բանը իրենց համար, որովհետեւ ամեն մի ժողովուրդ ունի իր կրոնական իրավունքը, ինքը ապրելու ինչպես որ ինքը պատկերացնում է, բայց այդտեղ նաեւ կոնկրետ սա Էրդողանի եւ Ալիևի քայլն է, իրանք պարզապես պահկվել են Փաշազադեի մեջքի հետևից եւ իրանք փորձում են Հայաստանում կազմակերպեն հերթով ուզում են կազմակերպեն բոլոր այն կառույցները, որից հետո Հայաստանի կազմալուծումը կլինի արդեն ուղղակի տեխնիկայի խնդիր։ Սա է լավ բան է։ Իսկ հարց կարող աչանա, իսկ ինչի է Նիկոլ Փաշինյանը, ինչի է Նիկոլ Փաշինյանը համաձայնվել դրա հետ։ Ասացի, որտեվ Իրան պետք է խաղաղության թղթի կտորը, այդ թղթի կտորից ինքը կախված է, առանց թղթի կտորի ինքը մտածում է, որ չի կարող վերարտադրվի, եւ դրա համար ինքը պատրաստ է ամեն ինչ անել։ Ցանկացած գանք թղթի կտորին էլ գանք, պարոն Դանիելյանից մի դրվագ է հետաքրքիր, ուրեմն Հովանավանքի հավաքներ Նիկոլ Փաշինյանը մի քանի գրառում արեց, խորհրդարանում հայտարարություն արեց, այսինքն այդ հայտարարություններով այդ թվում նաև խորհրդարանի ամբիոնից կառավարության նիստերի ժամանակ ինքը ցույց տվեց, թե որքան կարևոր է այդ քաղաքական ժողովը Հովանավանքում իր համար, նախորդ, այսինքն առաջին ժողովի մասին է խոսքը։ Եվ նաև կոչ արեց քաղաքացիներին միանալ իրեն։ Ամբողջ պետական ապարատը աշխատեց։ Մենք տեսանք, որ 2-3 հազարի մասին էր խոսքը, խայտառակ տապալում էր հանրային աջակցության տեսանկյունից, բայց դե հանրությունից էլ մի կողմ ավելի կարևոր դրվագ կա։ ՔՓԱ-ականները չգնացին։ Ես ավելին ասեմ, ոչ միայն չգնացին, Ալեն Սիմոնյանը բառացիորեն հայտարարեց հետևյալ ասեց.
ես չեմ գնալու, չունեմ նման պլաններ եւ պարտադիր չի որ վարչապետը ուր գնա, ես էլ գնամ այնտեղ։ Հիմա ինձ սա հետաքրքրում, ինչ է սա նշանակում, որովհետեւ սա մի կողմից քաղաքական հապտակ է Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից արդեն, այնտեղ Անդրանիկ Քոչարյանը չգնաց, ասաց մեր տեղը Արմեն Խաչատրյանն է գնացել, օլիգարխները չգնացին Նիկոլ Փաշինյանի շնորհիվ փող աշխատող, չգնացին կառավարության շատ անդամներ, հա, ինչ էր սա բանը։ Ես ինսայդերական տվյալները չունեմ, թե ԿՊ-ի մեջ ինչ քննարկումներ է եղել եւ ինչի չեն գնացել, բայց կարծում եմ, եթե հրահանգը խիստ տրվեր, կգնային։ Գուցե ինձ պետք է եղել, որպեսզի դա չլինի կուսակցականների խաբար, իրանք այլ նպատակ են ունեցել։ Հիմա քննարկենք, իսկ ինչ այլ նպատակ կարող են ունենալ։ Հիմա որ շատերը գնահատում են, որ ժողովուրդ քիչ է եկել եւ այլն, սա տապալված հանդիպում է, հնարավոր է եւ տապալված չէ։ Այսինքն հենց այդ ծրագրի իմաստով ամենակարևորը, ինչ իրանք հասան, կանես փոքրիկ բռնապետը, նորաթող բռնապետը, որ հասա, այնտեղ կային նաև այլ կրոնական կազմակերպությունների անդամներ, ինչի համար։ Ես կարծում եմ, այս բռնապետի մտածողության մեջ ինքը առավոտից երեկո մտածում է 26 թվականին ընտրությունների մասին։ 26 թվականի ընտրություններին ինքը ունի մի 10-12-13% մարդիկ, որոնք կան, եւ մարդիկ, որոնք այդ նախկին ներկա տրամաբանության մեջ են, կարող է ինչ-որ հանգամանքում ձայն տան, բայց դա այդ ձայները իրեն բավարար չի։ Հիմա ինչ անել, որպեսզի նոր ձայներ բերել։ Այդ նոր ձայներ բարելու համար կան մոտ երևի 100-150 ընտրազանգված, գուցե 1000 ընտրազանգված, որոնց պետք է ներգրավել ընտրական գործընթացների մեջ։ Դա կարևոր ռեսուրս է։ Եվ եթե ինքը կարողանա այլ մյուս կրոնական, ողքական կրոնական կազմակերպությունների անդամին ներգրավել այս process-ի մեջ, դա մոտ մի 100,000 մինիմում ռեսուրս է ընտրական։ Եթե այս տրամաբանության մեջ նայենք, այո, կարող է իրան պետք չէ, որտեղ շատ ԿՊ-ականներ լինեին, այնտեղ պետք է ներգրավել այդ կազմակերպությունների անդամին եւ ներգրավեցին այնտեղ կային այդ կազմակերպության անդամներ եւ իմ Համենայն դեպս Facebook-ի իմ գրառումների արձագանքներից ելնելով տարբեր բողոքական կրոնական կազմակերպությունների անդամներ ինչ որ առումով աջակցում են, ինչ են ասում են նայեք, եկեղեցում կան խնդիրներ, կան իրենց կարծիքով վատ հոգեբորականներ, վատ է որ այդ բարձրաձայնում է եւ ուզում է եկեղեցին մաքրի այդ մարդկանցից, ուրա այն ազնվությունը, արդարությունը եւ այլն Եվ մյուս կողմից, քանի որ այդ կրոնական կազմակերպությունը ներգրավում է առճակատման մեջ, իրենք դառնում են շահառու, բա որ հանգարտ իշխանությունը փոխվի եւ իրենց ինչ-որ ձևի պատասխան պահանջի, չէ՞։ Այսինքն այս գործող վարչապետը ինքը ուզում է, ինքը ինչով է 18 թվականին եկել իշխանության, ինքը եկել է ատելության կարգախոսների վրա, այսինքն ատելության միջոցով ինքը կարողանում է հասարակությունը մասերի բաժանել եւ մոբիլիզացնել։ Հիմա նախկին ներկա եւ այլն այդքան աշխատող չեն։ Հիմա պետք է նոր ատելության ճակատներ ստեղծել եւ մի կողմին բերել կոտակ։ Սա ընտրական ռեսուրս է։ Այդ առումով ես միանշանակ չէի գնահատի, որ սա չհաջողված է։ Բան Դանիելա, դերսեք ներողություն եմ Նիկոլ Փաշինյանը մի ամենահիմարագույն միտք հենց ծրտում է Facebook-ում, հրապարակային դաշտում, բոլոր ԿՊ-ականները կրկնում են։ Չգիտեմ, վեհապարը, վեհի բանը։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել եւ այսպես սրանից առաջ էլ այլ հիմարություններ։ Եվ ԿՊ-ի ներսից կան տեղեկություններ, որ ոչ թե անվանական հրահանգ է դրված եղել, բայց այո, հրահանգը եղել է մասնակցելու այդ հավաքին։ Հիմա այս տեսանկյունից այդ մարդկանց չմասնակցելը լավ, այդ մի սցենարը ասցիք։ Հաջորդ սցենարը, որը կարող է լինել, որ չեն մասնակցել, եւ ինչպես կարող է բացատրվել այլ կերպ, օրինակ Ալեն Սիմոնյանը հրապարակային այդպես կարող էր, չէ՞, չհայտարարել դրա մասին։ Բայց ինչու հայտարարեց, սա եկեք հասկանանք։ Ես չգիտեմ, թե ինչի չհայտարարեց, բայց ես վստահ եմ, որ ընտրությունների ժամանակ ինքը եւ իր նմանները քվեարկելու են քաղաքացիական պայմանագրի օգտին։ Եվ նորից եմ կրկնում, իրենց համար կարևորը հիմա ձայներն են։
Եվ այդ ձայների նոր ռեսուրսը ինձ թվում է ավելի կարևոր է։ Գուցե պետք է ցույց տալ, որ հնարավորինս ավելի շատ քվեական լինեն, այլ զանգված։ Եվ այդ զանգվածի անդամները նույնիսկ ելույթներ ունեցան, չէ՞, մյուս կողմնակամ։ Այդ դեպքում ինչու երկրորդ շաբաթվա հավաքը դրեց։ Երկրորդ շաբաթվա հավաքը Ակնհայտորեն դրա մասին խոսակցություն չէր գնում։ Ես կարծում եմ ինքը երկարատև process էր պատրաստում եւ պատահական չէր, որ այսպես կոչված ճակերտներում պատարակից հետո ինքը իր Facebook-ում ելույթ ունեցավ եւ ասաց հետեւյալ միտքը, որ գիտեք ինչ խնդիրը այն չէ, որ մենք հիմա այս պահին միանգամից ինչ-որ եկեղեցիներ վերցնենք, կաթողիկոս անենք եւ այլ, կարեւորը որ մենք մեր մեջ մաքրվենք եւ նաեւ ես ինքս իմ մեջ մաքրվեմ։ Այ հիմա այդ որ պատարակը եկավ, կլինի մյուս պատարակը, հետո ուրիշ պատարակը, եւ ես ինքս կմաքրվեմ այդ պատարակների մասնակցելով լավ ազնիվ հոգեվորականի բառած պատարակով եւ մյուս մարդիկ։ Բայց այդ հոգեվորական հետ լավ ու ազնիվը չի։ Ես իր կարծիքով լավ ազնիվ եմ։ Չէ, այդ հոգեվորականը իրեն անվանել է ոչխար։ Այդ հոգեվորականը ուզում է որ Հայաստանը Կադիրովի նման ղեկավար ունի։ Այդ հոգեվորականը վերջին 2 շաբաթում երևի 15-ից ավելի ստախոսության մեջ բռնվեց։ Երևի դա լավն է արդեն։ Դե կարող է մեր համար բացն այդ համար լավ։ Բան, տեսեք, ես ինչ է նշանակում քվեականների չմասնակցել։ Ես ավելի շատ իրատես եմ եւ այդ ռոմանտիզմին չեմ հավատում, որ ինքը ինչ-որ ուզում է մաքրվի կամ ինչ-որ մաքուր մարդկանց ոնց տեսնի, հա։ Ինքը ես ասեմ ձեզ, ուրեմն կա կուլիսային բանակցություններ Թուրքիայի հետ։ Էրդողանին ինքը խոսք է տվել, որ ինքը պետք է կազմակերպի եկեղեցին, որի դիմաց Էրդողանն էլ պետք է ճնշի Ալիևի վրա, որպեսզի Ալիևը գալիք տարվա առաջի կեսը անպայման այդ խաղաղ պայմանագիրը կնքի, որպեսզի կնքված պայմանագրով ինքը գնա ընտրությունների։ Սա ներքին խոսակցություն կա արդեն փորձագիտական, դիվանագիտական շրջանակներում եւ ինքը փորձում է մաքսիմալ ամեն ինչ անի, որ արագ այս խնդիրը լուծի, որպեսզի Էրդողանն էլ համոզի Ալիևին, որ Ալիևը մինչև ընտրությունները ստորագրությունը լինի, որտեղ առանց ստորագրության Փաշինյանը ստեյցիան ուղղակիորեն աղերսում է Էրդողանին, ասում առանց ստորագրության ես որևէ շանս չունեմ վերարտադրվելու, որտեղ եթե ստորագրեմ Իրան իդեպ ասեմ Ստեփան Իրան չի հետաքրում սոցիալական շերտերը, չգիտեմ կրոնական պրոգրամացիաները բան։ Դա ինքը այդ ձայները արդեն այդ մեծ հաշվով բոլոր սոցիոլոգիական բաները ցույց են տալիս, որ ինքը որոշակի ստաբիլ մի զանգվածից այն կողմ արդեն չունի ոչ մի ձայն։ Բայց մի խնդիր կա, եթե ինքը ունենա խաղաղության պայմանագիրը ձեռք լինի, ինքը հույս ունի, որ այդ խաղաղության պայմանագրով Այդա ուրիշ ձայներ կբերի։ Արդեն կբերի մի հատ, ասենք, խամ ձայներ, որոնք ինքը կհամոզի, որ եթե ես չնեմ, կլինի պատերազմ։ Ինչով էր խանգարում քվեականների մասնակցությունը այդ ծրագրին։ Ավելի օգուտ չէ, որ կգա։ Հասկանալի է, ես մի բան ասեմ ձեզ, ընդհանուր առմամբ ես այդ բանին ես էլ չունեմ ինսայդերական ինֆորմացիան, թե ինչն է պատճառը, բայց բոլորի համար տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է շատ լուրջ ֆունդամենտալ զիջումների գնալ անձամբ Ալիևին։ Եթե դուք նկատեցիք, այս վերջերս ինքը Ալիևին արդեն սկսում է գովել, հրապարակային գովում է, արդեն սկսում է քծնել, որտեղ իր կյանքի նպատակ, կյանքի խնդիր է, սա այս ընտրությունները իր համար, դա կյանքի ու մայի խնդիր է, որտեղ այն ինչ որ մենք տեսնում ենք, ինչ հակատարում Սաակաշվիլիի հետ, Տիխանովսկայի հետ, ինքը գիտի, որ Իրանն էլ է դա սպասվելու։ Ինքը դրա համար ամեն ինչ պատրաստ է անել, որպեսզի միայն թե վերարտադրվի, բայց իր թիմի մեծ մասը հասկանում է, որ այս պայմաններում այս մարդը պատանդի կարգավիճակի մեջ է, Էրդողանից ու Ալիևից, հասկանում ես, եւ ինքը ըստեյության կարող ամեն ինչի գնա, բայց ամեն ինչը հնարավոր չի բոլոր տիպի զիջումների, որ Հայաստանը գնա, Հայաստանից բան չի մնա եւ իրանք հասկանում են, որ դրանով հնարավոր չի վերարտադրվել։ Ասեմ, ես հատուկ ասեմ, որ ինքը նույնիսկ եթե խաղաղության պայմանագիրը լինի, միևնույնն է չի կարողանալու վերարտադրել, որտեվ մեր անալիզները ցույց են տալիս եւ սոցիոլոգիական հարցումների եւ անալիտիկ անալիզը ցույց են տալիս, որ 60-65%-ը իմպերատիվ արդեն չի վստահում Իրան եւ նույնիսկ այդ օգոստոսի 8-ի համաձայնագիրը, որը ղավ Վաշինգտոնի, ազդեցություն չի թողել այդ 60-65%-ի վրա, այսինքն իր համար այն 30-35%-ը, որ ինքը պոտենցիալ կարող հավաքի, որ ինքը ունի դրա կեսը, ինքը այդ խնդիրն է փորձում լուծի։ Հա։ Բայց այդ մարդկանց կարող հավաքի ոչ թե ինչ-որ սոցիալական շերտերով, կարող հավաքի վախով, այսինքն եթե ես չնեմ, կլինի պատերազմ։ Իմ հարցին այդպես էլ պատասխան չեղավ ձեր կողմից։
ինչու կպականները չմասնակցեցին։ Ես գնահատմամբ։ Ես այդ հարցին sense պատասխանեմ։ Ենթադրում եմ, որ ԿՊ-ում կա խնդիր, թե ով պետք է լինի, ինչ տեղ պետք է լինի գալիք ընտրությունների ժամանակ, եւ բոլորն էլ հասկանում են, որ ով որ չանցավ պարլամենտ, ինքը լուրջ հետաքրքիր մի բան, քանի որ դա իշեցրեցիք, հետաքրքիր է, որ առաջին այսպես կոչված այդ պատարակից հետո մենք ինսայդերական տեղեկություններ ունենք, որ քննարկվում է այս կամ այն գործի չգնալը, հատկապես Ալեն Սիմոնյանի խորհրդարանի ղեկավարի եւ մենք նաեւ ունենք տեղեկություններ, որ Փաշինյանը չգնացողներին պատժելու է ցուցակու որոշակի տեղափոխություններով եւ փաստորեն հոկտեմբերի 30-ին այսօր երբ որ մենք նկարանում ենք անում Նիկոլ Փաշինյանը անձնապես իր էջում գրեց, որ ԿՊ-ի ցուցակը արդեն սկսել են կազմել։ Եվ սա հաջորդ հավաքից առաջ է հայտարարվում։ Այո, ես սա կարծեք թե իմ տպավորությամբ հայտարարվեց, որ նաև ատրամբատված արեք, եկեք, ձեր ցուցակում ձեր տեղը վաստակեք, բերեք մարդկանց։ Այո, ճիշտ է, համաձայն եմ դրա հետ։ Բայց ես մի բան կարող եմ ասեմ, որ եթե այդ մարդիկ մտնում են Նիկոլ Փաշինյանի այս ծրագրի մեջ, ապա չանցնելու պայմաններում շատ ավելի ծանր վիճակի մեջ կարող են հայտնվել։ Ես մի օրինակ բերեմ այդ զեկույցը, հա, այդ պատերազմի Անդրանիկ Քոչարյանը, որ կազմել էր եւ ինքը ուզում էր այդ զեկույցով հանդես գալ հրապարակային զեկույցով եւ թույլ չտվեցին դա, չէ՞։ Դա թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանը, ինչու՞։ Շատ հետաքրքիր էլեմենտ է այստեղ։ Ուրեմն Անդրանիկ Քոչարյանի զեկույցը ինքը մեծ հաշվով չէր հակա-նիկոլական զեկույց պետք է չլիներ, հակառակը, դա պետք է լիներ զեկույց, որտեղ հիմնականում պետք է արդարացվեր, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության մեղքեր չունի, շատ մեղքեր չունի առնվազն, բազմաթիվ ուրիշ գործոններով էր պայմանավորված մեր պարտությունը։ Ենթադրում եմ, ես չունեմ դրան, ենթադրում եմ, որ տեղ բազմաթիվ մեղքերի մեջ պետք է մեղադրվեին նախկինները կամ զինվորականները, ենթադրում եմ, հա, որովհետև մեծ հաշվով այդ զեկույցը կազմել էր Անդրանիկ Քոչարյանը եւ Անդրանիկ Քոչարյանը լուրջ սպասում ուներ, որ այդ զեկույցով ինքը կարող էր նաեւ որոշակի ինչ-որ դիվիդենդներ քաղել իշխանական համակարգում, բայց իրեն թույլ չտվեցին, որ դա անի։ Ինչի՞։ Շատ կարևոր է խնդիր, որովհետեւ 4-րդ հանրապետության կոնցեպտի մեջ Անդրանիկ Քոչարյանը տեղ չունի։ Շատ պարզ։ Ինչու՞, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին պետք չի, որ զեկուցում լինի այն, որ այ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, որ մենք Արցախը կորցրեցինք։ Ինքը ուզում էր, որ մենք չկորցնենք, բայց կորցրեցինք։ Եթե նկատել եք, հիմա արդեն եթե նախկինում ասում են, որ Արցախի կորուստի մեջ մեղավոր է Ռուսաստանը, չէ՞։ Հիմա արդեն դրա մասին չեն խոսում։ Ինչու չեն խոսում։ Դա ներկայացնում են իրենց ծրագիր։ Այո, իրանք արդեն Նիկոլ Փաշինյանը ասում է, ոչ թե Ռուսաստանն է մեղավոր, մենք Ղարաբաղը կորցրեցինք, այլ Ղարաբաղը կորցնելով մենք ձեռք ենք բերել նոր իսկական անկախություն իդեմս 4-րդ հանրապետության Հայաստանի, այսինքն ինքը արդեն ասում է մենք պետք է արդեն հպարտանանք, որ մենք Արցախը հանձնել ենք, որտեղ Արցախը հանձնելով մենք ձեռք ենք բերել իսկական անկախություն։ Ինքը այդ իդեալը ուզում է։ Ավելին ասեմ, ուրեմն մտածեք ինքը փաստացի ամիսներ առաջ, պարոն Մոզան, դեր խոսքի վկայություն ուղղակի։ Գևորգ Պապոյանը, որը այս տարի ընտրվեց ԿՊ փոխնախագահ, որում Նիկոլ Փաշինյանից հետո ամենաշատ ձայները ինքն էր ստացել ԿՊ։ Գևորգ Պապոյանը հայտարարեց հետևյալ ասած. եթե ուզում եք իմանալ, Հայաստանի իրական անկախության օրը սեպտեմբերի 19-ն է, Արցախի անկման օրը։ Այո, այո։ Այսինքն վկայություն ձեր մտքի, որ իրանք ասում են, սա մեր անկախության օրն է։ Բայց ինչա տենց, ես ասեմ, որովհետև ինչ է նշանակում 4-րդ հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Էրդողանի երկար զրույցների արդյունքում այդ 4-րդ հանրապետության իդեան դա Էրդողանի իդեան է։ Այսինքն ինքը փաստացի Փաշինյանին հուշել է մի գաղափար, որ պետք չի որ դու հակադրվես Ռուսաստանի հետ, պետք չի որ դու հակադրվես, չգիտեմ, քեզ պետք է որ դու նոր ազգ ձևավորես Հայաստանում, այդ ազգը որ ձևավորես, հիշողություն չունեցող, որպեսզի նախին հիշողությունը անջատվի, ինչի՞ է կարևոր դա, որովհետև միջազգային բոլոր փորձագետների գնահատմամբ հայկական սփյուռքը լրջագույն գործոն է իրանից ներկայացնում միջազգային հարաբերությունների մեջ, շատ ֆունդամենտալ։ Եվ այդ սփյուռքի արկայությունը գործոնը նաև պայմանավորված է նաև Հայաստանի լինել չնելնով, այսինքն հրեական, հայկական, հունական բաները Միացյալ Նահանգներում արևմտյան շատ մեծ եւ Թուրքիայի համար իրանք միշտ քննարկում են, որ Թուրքիայի համար ռեգիոնալ գերտերություն դառնալու համար ֆունդամենտալ խոչընդոտում են հրեական գործոնը, հայկական գործոնը եւ հունական գործոնը։ Ու քրդականը չեմ ասում, քրդականն էլ կա, բայց շատ մեծ չի, ինչքան որ 3 գործոնը հատկապես հրեականը։ Եվ իրենք ասում են, որ եթե մենք գոնե չեզոքացնենք հայկական գործոնը, որ չեզոքացնենք, մենք էական տեղաշարժ կանենք
որտեվ ես եթե դուք հիմա վերլուծեք Վաշինգտոնի այս Էրդողանի եւ Տրամպի հանդիպման ամբողջ թուրքական փորձագիտական շրջանակների վերլուծությունը, եթե մենք առանձին մի հատ բան լինի, ես ես կներկայացնեմ, թե ինչ քննարկում է կատարվել, շատ հետաքրքիր քննարկում է կատարվել, շատ ֆունդամենտալ, թե ինչ առաջարկել Էրդողանը Տրամպին Հայաստանի մասով, այնտեղ ինչ տորգա գնա, ինչ առևտուր է գնացել, ինչ է ասել Տրամպը, շատ հետաքրքիր վերլուծություն է, մի հատ առանձին որ հաղորդում ունի, կարանք քննարկենք, բայց ինչ եմ ուզում ասեմ ստեղ, շատ կարևոր է, որ օրինակ եմ ասում, ես համոզված եմ, որ Անդրանիկ Քոչարյանը չի լինելու այդ ցուցակում, որտեղ Անդրանիկ Քոչարյանի պատկերացմամբ ինքը քանի որ մասնակցել է Ղարաբաղյան շարժման մեջ, ակտիվ բան ա եղել, փոխնախարար ա եղել պաշտպանության, ինքը ըստ էության Վազգեն Սարգսյանի կողքն ա եղել ժամանակին, հա, կապ չունի թե ինքը նախկիներին չի սիրում։ Միևնույնն է, այդ տիպի մարդիկ տեղ չեն ապագայում, տեղ չեն ունենալու, որտեղ դա Թուրքիայի պահանջն է, դա Ադրբեջանի պահանջն է արդեն։ Շատերը չեն հասկանում, նաև ԿՊՄ-ը շատերը չեն հասկանում, որ իրավիճակը փոխվել է եւ Նիկոլ Փաշինյանի առաջ դրված այնպիսի խնդիրներ, որը մի փոքր մասն է տեսանելի, այն խոր մեծ ֆունդամենտալ մասերը տեսանելի չի։ Ինքը արդեն պետքա կերտի նոր մանկուրտների մի հատ բանակ, որոնք պետքա հպարտանան, որ սեպտեմբերի 19-ը մեր բանը երջանիկ օրն է եղել, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ը դա մեր երջանիկ բանն է եղել, որ 2018 թվականին այո մենք եկել ենք որ Արցախը հանձնենք, որպեսզի մենք Հայաստանը փրկեինք ռուսական կայսրությունից։ Այսինքն այդ տիպի մարդկանց է հիմա պետք իրանց, հասկանու՞մ եք, իրանց պետք չի մարդ, որ ասի թե Ղարաբաղը կործանվեց նախկինների պատճառով կամ Ռուսաստանի պատճառով։ Այսինքն պետք է լինեն մարդիկ, որոնք արդեն հայտարարեն, որ ճիշտ արել Նիկոլ Փաշինյանը, որ չի մասնակցել, ճիշտ արել, որ ամեն ինչ արել է, որ որտեղ այդ պարտությունը իրականում հաղթանակ ա եղել։ Այսինքն այդ տիպի մարդիկ են պետք, որտեղ այդ պահանջը դրած Էրդողանի։ Երևի թե նաև ամփոփում երևի թե Նիկոլ Փաշինյանը շատ կուզեին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ Արցախը լուծարելու փաստաթուղթը ստորագրեին հենց սեպտեմբերի 21-ին, որ ասին սա մեր անկախության կրկնակի ուրախության օրն է։ Տեսեք շատ հետաքրքիր դետալ ասեմ ձեզ։ Ուրեմն Ղարաբաղի անկմունը, չէ, սեպտեմբերի 19-ին որ եղավ, չէ։ Տեսեք, մինչև այդ Արայիկ Հարությունյանի հրաժարական մասին շատ էին, չէ, խոսում։ Բայց հրաժարական չէր գնում, չէ, նա։ Երբ հրաժարականին կտվեց։ Այն ժամանակ, երբ որ արդեն կար օպերատիվ ինֆորմացիա, որտեղ արդեն բանակցությունները գնում էր Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի միջև տարբեր երկրներում, թե ինչպես պետք է այդ սպեցօպերացիան Ղարաբաղի հետ տեղահանումը կատարվի, որ մասսայական կոտորված չլինի։ Եվ արդեն կար օպերատիվ ինֆորմացիա, որ արդեն օրերը գալիս էին, եւ անպայման պետք է լիներ այդ օրը բանը Երևանի ավական ընտրություններից անմիջապես հետո, որտեղ եթե լիներ ընտրությունից առաջ, դա կլներ իշխանապողություն, կլներ իշխանապողություն, որտեղ Ավինյանը չէր ընտրվի, այսինքն բոլորը գիտեին։ Այսինքն իրենք սպասում էին, որ այդ ընտրության օրը ավարտվի, նոր գնա։ Այդ ինֆորմացիան, քանի որ Նիկոլ Փաշինյանը գիտեր, այդ ինֆորմացիայի շատ կարևոր իր համար, որ Ղարաբաղցիների դուրս բերումը Ղարաբաղից լիներ ոչ Արայիկ Հարությունյանի նախագահ լինելու պայմաններում։ Պետք է լիներ անպայման մի մարդ, որը ֆորմալ իմաստով ներկայացված լիներ նախկին իշխանությունների կողմից, որպեսզի պատմականորեն ինքը Ղարաբաղի անկումը, այո, պատմականորեն բանը Ղարաբաղի անկումը գցեին նախկինների վրա, եւ այդ սպեցօպերացիան կատարվեց փայլուն ձևով, որտեղ ինքը ուներ այդ ինֆորմացիան, Արայիկ Հարությունյանից էր կախված իր հրաժարական, ինքը ճիշտ ժամանակին հրաժարական տվեց, բերեցին այն մարդուն, այդ մարդը կատարեցին եւ ֆորմալ տեսակետից արդեն պատմության տեսակ ինքն դա ստորագրել։ Ավելին, եթե հիշում եք, մամուլը գրեց, չգիտեմ, պաշտոնապես ասվեց թե ոչ, որ Հայաստանը խոստացել է, որ չի միջամտի այդ գործը։ Այո, չէ, բարձր։ Բանակը հետ կպայի դրանից։ Բարձր։ Եթե հիշում եք, պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի սահմաններին իրավիճակը խաղաղ է։ Հենց Արցախի ցեղասպանության հոկտեմբերի 6-ին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի ճակատագիրը, որ ինքը պետք է մնա Ադրբեջանի կազմում, ավարտվեց սաղ պատմությունը։ Այսինքն ինքը կազմական ոչնչացրեց կանխամտածված նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ինքը դրանով մեծ հարված հասցրեց Ռուսաստանին, ռուսական զորքերը պետք է դուրս գային արդեն, եւ մեծ հարված հասցրեց Հայաստանին եւ Արցախին։ Սա հասկանալի է։ Շնորհակալ եմ, պարոնակ, մենք պարոն Դանիելյանի եկեղեցու մասին առանձին խոսել ենք, դրա համար այսօր շատ չձանձրացրեցինք ձեզ, պարոն Բոզյանի։ Ես կարճ ասեմ, երկու բան։ Առաջինը շատ կարճ է հանձնաժողովի մասին 44 օրվա պատերազմի, այդ հանձնաժողովի նախագահ մի հետաքրքիր միտք է հայտնել։ Ինքը ասել է, որ կային թերացումներ,
կային տարբեր տեսակի մեղավորներ, հակային եղել են եւ դավաճաններ։ Հիմա հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ Հայաստանի բարձր ղեկավարության եւ զինվորականության մեջ եղել են դավաճաններ, այդ պատահական մարդ։ Եվ առաջանում է հարց, եթե կան դավաճաններ, իսկ ինչի իրանց դատը չի գնում։ Սա կարևոր պահ է, որ կարելի է դատի տալ համապատասխան մարմիններին եւ ասել մեր մեջ կան դավաճաններ եւ այդ դավաճանները չեն պատժվում եւ այդ դավաճանության դրվագները հանեք։ Սա շատ կարևոր պահ։ Երկրորդ շատ կարևոր պահ, երբ ուրեմն խոսածն եմ ուզում շարունակեմ, գոյություն ունի Վրաստանի օրինակը։ Ինչ է եկեղեցի թեման եմ ասում։ Վրաստանում ինչպես փոխվեց իշխանությունը։ Իշխանությունը փոխվեց, երբ որ եկեղեցին սատարեց ընդդիմությանը եւ Սաակաշվիլին կորցրեց իշխանությունը։ Եկեղեցին, չնայած 2008 թվականի պատերազմին, իր հարաբերությունները պահպանեց ռուս ուղղափառ եկեղեցու հետ։ Ավելին, երբ որ Աբխազիայի ուղղափառ եկեղեցին էր ուզում առանձնանա, ռուս ուղղափառ եկեղեցին չճանաչեց եւ թույլ չտվեց։ Այսինքն միջեկեղեցական հարաբերությունները մնացին եւ եկեղեցին կարևոր դեր կատարեց Վրաստանի այսօր դիրքորոշման վրա։ Սա ունենալով այդ դրսի պատվիրատուները իրենք տեսան, որ ինչքան կարևոր է եկեղեցու դերը նախընտրությունների ժամանակ եւ երկրորդը աշխարհաքաղաքական իմաստով, որովհետեւ եթե եկեղեցուն դու չես փոխում ինչպես Ուկրաինայում դա կատարվեց, ապա դու լիարժեք Հայաստանը չես կարող տիրապետել եւ այստեղ կար նաեւ աշխարհաքաղաքական այդ կարևոր նշանակությունը եւ այդ որոշումը եւ բացի այն ամեն ինչից որ մենք խոսում ենք եւ ներքաղաքական առումով եւ ընտրությունների առումով կա նաեւ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատվեր։ Ես միանշանակ համաձայն եմ Ստեփան քո ասացի հետ, ավելին կարող եմ ասեմ, այդ քո ասածը ակտիվորեն քննարկվում է միջազգային փորձագիտական շրջանակների մոտ, որ իսկապես նույն Հայաստանից գոնե Փաշինյանի բանագնացները դա հիմնավորում են, ասում են, տեսեք, Վրաստանի, եթե դուք հիմա մեզ չաջակցեք, մենք կհայտնենք Վրաստանի օրը եւ Վրաստանը Սաակաշվիլին չլուծեց եկեղեցու խնդիրը, դրա համար հայտնվեց բանտում։ Եթե լուծեր խնդիրը, դուք չեք ունենա այն խնդրեմ, ինչ ունեք հիմա Վրաստանում։ Հիմա դրա համար մեզ պետք է աջակցեք, որ մենք կարողանանք չդառնանք Վրաստան։ Դա ասում են Փաշինյանի բանագնացները միջազգային։ Ինչպես տեսնում ենք արձագանքներից, այո, բայց դե շատ կարևոր մի հանգամանք կա Ստեփան։ Ես կարծում եմ, որ նորից պետք է մենք մեր քաղաքացիներին նորից ներկայացնենք, որտեղ դա մոլորությամբ պես եւ տարածված է եւ մարդիկ չեն կարող։ Այս կոնֆլիկտը ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ եկեղեցու մեջ է, կամ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ կաթողիկոսի մեջ է, կամ Նիկոլ Փաշինյանի եւ սրբազանների մեջ է։ Ոչ, այս կոնֆլիկտը դա բարիզ բուն իմաստով Թուրքիայի պահանջն է, որպեսզի եկեղեցի կառուցվածքը պետք է փոխվի։ Ինքը պետք է լինի ոչ թե Սփյուռքի գործոնը պետք է լինի, այլ պետք է լինի փոքրիկ հայաստանյան կառույց, որը չխառնվի թուրքական աշխարհի խնդիրների հետ։ Այսինքն սա շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան։ Նույնիսկ եմ կրկնում, եկեղեցու մեջ շատ բազմաթիվ խնդիրներ կան։ Եվ քանի որ իշխանությունը Դրանց կառույցը չկա խնդրեմ։ Իհարկե, երբ որ իշխանությունը գցել է այդ գաղափարը, որ կա եւ մարդկանց մեջ էլ կա, որոշակի մարդկանց մեջ կա, քննարկում են կաթողիկոսն է լավ թե Փաշինյանը։ Չկա այդպիսի խնդիր։ Չկա կաթողիկոսի եւ Փաշինյանի խնդրեմ։ Կա ըստ էության Հայաստանի վերաֆորմատավորման խնդիր Թուրքիայի կողմից եւ այստեղ եկեղեցին ստե կատարումա բարիզ բուն իմաստով այդ բանի դաշտը, որտեղ ինքը լուծի։ Այսինքն եթե մենք չկանգնացնենք այս Փաշինյանի գործընթացը, ես ես 100% եմ ասում, մենք շատ կարճ ժամանակվածում հայտնվել ենք Արցախի ճակատագրի։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ պարոն, հետաքրքիր քննարկման համար։ Ես հիշեցնեմ, որ իրական օրակարգի ֆորմատում քաղաքագետներ Երվան Բոզյանի եւ Ստեփան Դանիելյանի հետ քննարկում էինք եկեղեցու շուրջ տեղ ունեցող գործընթացները։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ, կհանդիպենք։